Ամենևին դյուրին գործ չի ստանձնել Դոնալդ Թրամփն օվկիանոսից այն կողմ, հայտարարելով, թե աշխարհի երեսից կվերացնի պատերազմները։ Ռուս-ուկրաինական խմորը շարունակում է ջուր վերցնել եւ չնայած հայտարարություններին, երկու կողմն էլ բոլոր հնարավոր միջոցներով շարունակում են 3 տարի առաջ սկսած պատերազմը։ Մասնակից կողմերը, շահառու կողմերը այդ պատերազմի բավական շատ են եւ այստեղ Միացյալ Նահանգները Ռուսաստանը լինելով այս գործընթացում, այսպես ասենք, առաջնորդող դիրքում, այդուհանդերձ պետք է նաեւ հաշվի առնել մի շարք այլ դերակատարների մոտեցումներ, հատկապես Չինաստանի պարագայում, որը ես կարծում եմ առանցքային դեր ունի այս պատերազմում, նաեւ թե տնտեսական, թե այլ իմաստներով։ Քաղաքագետի դիտարկմամբ հասկանալի էր, որ խաղաղության գործընթացը բավականին բարդ եւ տևական ժամանակահատված պահանջող է լինելու։ Բոլոր երկրների գործողություններում որևէ անսպասելի կամ զարմանալի բան տեղի չի ունենում։ Ու թեև 4 կողմից խոսում են հնարավոր հրադադարի մասին, բայց մարտի 11-ին Ուկրաինան ամենամասշտաբային գրոհն իրականացրեց։ Մոսկվայի մարզը գրոհեց 337 անօթաչու։ Ուկրաինացիները դուրս են բերում իրենց ուժերը եւ Կուրսկը, որ Կիևը դիտարկում էր խաղաքարտ, դարձյալ է հրադադարի շուրջ քննարկումների բանակցային process-ի համար։ Փաստացի կորցրել է այդ խաղաքարտը։ Եվ այդ անօթաչուներով մասսայական հարվածը գուցե նաեւ ընդամենը այդ խաղաքարտը կորցնելու ֆոնին դեմքը պահելու ինչ որ տարբերակ էր Ուկրաինայի համար։ Բոլոր դեպքերում հասկանալի է, որ բոլոր մասնակիցները, բոլոր կողմերը ձգտելու են առավելագույնն անել որևէ կերպ իրենց շահերը պաշտպանելու համար։ Թրամփն իհարկե խաղաղասիրական մղումներով չէ, որ փորձում է Ուկրաինայում հրադադար հաստատել։ Նա սեփական ու լրջագույն խնդիրներն ունի Միացյալ Նահանգներում ու դրան զուգահեռ կա նաև արտաքին քաղաքականության բավականին հայեցակարգային խնդիր։ Այսինքն Միացյալ Նահանգները լինելով համաշխարհային հեգեմոն, այդուհանդերձ ուժերի նոր հարաբերակցության պայմաններում զգալիորեն կորցրել է այդ դերը նույն արդյունավետությամբ եւ նույն աստիճանով իրականացնելու հնարավորությունները։ Եվ այստեղ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը համարում է, որ ուկրաինական ուղղությամբ ռեսուրսներ ծախսելը այլևս առաջնային չէ, հակառակը, խիստ անհրաժեշտ է վերադարձնել ծախսածը։ Եթե կարողանանք համոզել Ռուսաստանին հրադադար հաստատել, հիանալի կլինի։ Եթե ոչ, ապա պատերազմը կշարունակվի, մարդիկ կզոհվեն վաղը եւ հաջորդ օրերին։ Ուկրաինան համաձայնել է հրադադարի, այժմ մենք պետք է ստիպենք նախագահ Պուտինին համաձայնել դրան, որպեսզի կարողանանք այս գործընթացը տեղից շարժել։ Կարծում եմ այս շաբաթ կխոսեմ Պուտինի հետ։ Այս բարդ խաղում մի բան է կարծես հստակ նշмарվում, ավելի առարկայական են դառնում 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության քննարկումները։ Բայց Ռուսաստանի համար գլխավոր հարցն այն է, թե ինչպիսին են լինելու այդ համաձայնության դետալները։ Իսկ Զելենսկին միայն մեկ բան է հայտարարել. Ուկրաինան պատրաստ է շփման գծի ամբողջ երկայնքով լիակատար հրադադարի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է համոզի Ռուսաստանին դա անել։ Այսինքն մենք համաձայնում ենք եւ եթե ռուսները համաձայնեն, այդ պահից հրադադարն ուժի մեջ կմտնի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջարկը վերաբերում է ամբողջական հրադադարին, ոչ միայն հրթիռների, անօթաչու թռչող սարքերի եւ ռումբերի հարցում, ոչ միայն Սև ծովում, այլև ճակատային գծի ամբողջ երկայնքով։ Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Պատերազմը դադարեցնելու կամ պատերազմը շարունակելու իրենց պատրաստակամությունը պետք է ցույց տան Ռուսաստանում։ Եկել է ամբողջական ճշմարտության ժամանակը։ Քաղաքագետը կարծում է, որ ուկրաինական պատերազմի բավական լուռ, համեստ եւ զուսպ, բայց բավական էական շահառու է Չինաստանը, որն արդեն 3 տարի աջակցում է Ռուսաստանին։ Չինաստանը չի համակերպվի առանց իր մասնակցության կայացված որևէ որոշման, սա Թրամփի համար բավական մտահոգիչ է, քանի որ մեղմ ասած վատ վիճակում է հայտնվել հենց ինքը Միացյալ Նահանգները։ Եվրոպան նույնպես ուկրաինական հրադադարից այսպես կոչված իր մասնաբաժինն է ուզում, հակառակ դեպքում ձգտում է առավելագույնն անել խոչընդոտելու հնարավոր հրադադարը։ Աննա Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։